Հալելույա։ Միշտ կանգնած ենք Տիրոջ ներկայության մեջ, կարդանք Աստվածաշնչից մի հատված։ Առակաց 23:22-ը։ Լսի քո ծնող հորը եւ մի անարգի քո մորը, երբ որ պարավ է։ Այսպես է ասում Աստծո խոսքը։ Իմ ձեռքերի մեջ ամեն մեկից կարիքն է։ Սիրելի եկեղեցի, եթե դու չես հասցրել գրես, դու կարաս միանաս մտքով այս կարիքներին, նույն ձևի ինտերնետ դիտողներին, ով ինչ կարիք ունի, մենք ամենակարող Տիրոջ ձեռքերի մեջ ենք տալիս մեր կարիքները։ Երկնային Տեր զորավոր արքա, բերում ենք ու գայի առաջ ամեն մեկից կարիքը։ Դեռ չգրած ու արդեն գիտեր մեր կարիքները, Տեր։ Ու գիտեմ, որ դու էլ պատասխանելու ես ամեն մեկից կարիքները։ Շնորհակալություն, որ քո նման Աստված ունենք, որ ինչ էր որ լինում է, Տեր, քեզ ենք դիմում եւ պատասխանը ստանում ենք։ Միգուցե մեզանից ոմանց բժշկության կարիք ունեն, ազատագրվելու կարիք ունեն, ընտանիքի խաղաղության կարիք ունեն, օրհնության կարիք ունեն, Տեր։ Պատասխանի ամեն մեկից կարիքները, Տեր, ու շնորհակալություն ենք հայտնում, Տեր, որ միայն կարիք լուծող Աստվածը դու ես, Սուրբ Աստված։ Փառք ենք քեզ տալիս, Տեր։ Տեր, նույն ձևի աղոթք ենք բարձրացնում Հայաստանի համար։ Շնորհակալություն, Տեր, Հայաստանի համար, որ դեռ չծնված, Տեր, դու մեր ազգ ընտրել ես, Սուրբ Աստված։ Լույս իջել ես մեր ազգի վրա, Տեր։ Մենք կոչվում ենք քրիստոնյա, Տեր իմ արքա։ Խնդրում եմ, որ դու բացես ամեն մեկի հոգևոր աչքերը, Տեր, ու ամեն մեկը թող քեզ ճանաչի, Տեր։ Վերապրի քեզանով, Տեր իմ Աստված։ Քո քաղցր ներկայությունը թող իջնի ամեն մեկի վրա, Տեր։ Մենք օրհնում ենք Հայաստանը եւ տալիս ենք քո ձեռքերի մեջ, Հիսուս։ Շնորհակալություն, Տեր։ Շնորհակալ ենք, որ քո լույսով գրկել ես Հայաստանը, Տեր։ Փառք քեզ։ Տերն ինձ եւ աղոթք ենք բարձրացնում Ռուսաստանի համար, Սուրբ Արքա։ Տեր, օրհնում ենք Ռուսաստանի ղեկավարությունը։ Օրհնում ենք այստեղ բնակվող ամեն մի մարդուն, Տեր։ Թող իրանց վրա նույն ձևի իջնի քո ապաշխարության հոգին, Տեր։ Թող իրանք էլ ճանաչեն քեզ, վերապրեն քեզ, Տեր։ Քո լույսն էլ իրանց վրա իջնի, Տեր։ Շնորհակալություն երկնային արքա։ Փառք ենք քեզ տալիս։ Ամեն։ Փառք մեր Տիրոջը։ Փառք ամենակարող Աստծուն։ Փառք Աստծուն։ Մեր Աստված արժանի է մեծարանքի, սիրելիս, հա։ Այ հենց այդտեղ է երևում ինչքան ես իրան սիրում։ Գիտես, երբ որ քեզ դժվար է մեծարել։ Երբ որ քեզ տխուր է, դժվար է մեծարել, բայց երբ որ անկախ ամեն ինչից ես մեծարում Տիրոջ, այդտեղ երևում է դու իրան սիրում ես, թե չէ։ Այդտեղ է փորձվում քո սերը իր հանդեպ, թե չէ, լավ ժամանակ բոլորն է սիրում են։ Տերը օրհնի քեզ, այն ժպիտդ փոխանցի հարևանիդ ու կարող ես նստել։ Աստված օրհնի ձեզ, շնորհակալություն ձեզ։ Փառք Աստծուն քո համար։ Որ դիա գրած, որ չի կարելի բարձրանալ բեմ ու մի 5 րոպե նայել ժողովրդին։ Չկա, չէ՞ տենց բան Աստվածաշնչի մեջ։ Հա ուզում եմ ձեզ նայեմ, հա ժամանակ չեմ ունենում, սիրես, հետո ուզում եմ հենց ուսումնասիրեմ, որտեղ վերջում ինձ ոչ մեկ չի թողում, ուզում եմ բարձրանամ ձեր հետ շփվեմ, մեկը ճանապարհին, մեկը բռնում է, մի հատ կաղոտ ես, հերիքա ձեռս դնեմ իր վրա ու մեկը տեսնում եմ հերթը կանգնած է։ Տենց էլ չեն թողում, ես մանավանդ հենց քո հետ ծանոթանամ, որ այնտեղ նստած ես, մի տարիա գալիս ես գլուխդ կախ գնում ես, չգիտեմ քեզ։ Աստված օրհնի ամեն մեկից սիրելիներս, թող օրհնված լինեն նաև նրանք, ովքեր համացանցով են մեզ նայում։ Ես շատ օրհնված եմ, որ դու այսօր ստեղ ես։ Փառք Տիրոջը։ Ու ստացվեց, գիտես, կողքինդ հաստատ լավ է ժպտացել, որովհետև ինքան ժպիտ եմ տեսնում։ Փառք Տիրոջը։ Սա կարևոր բան է։ Փառք Աստծուն։ Մի հատ հայկական խոսք կա, չէ՞, ասում են ինչիդ վրա ես ուրախանում։ Այդ դժոխքից է, գիտեք։ Այդ խոսքը դժոխքից է, որովհետև մարդիկ ուզում են, որ քո դեմքը տխուր լինի։ Հանկարծ հերիք այդ ներքին ուրախությունը դեմքիդ վրա երևա, ինչի վրա է ուրախանում։ Վարձով ապրում է,
հազիվ ծայրին հասցնում է, բանկերին պարտք է, անիմաց ժպտում է, որտեվ Աստված ունի, հա, հերիք է հետ իրան, լավ, փառք Աստծուն, փառք Տիրոջը, Աստված օրհնի քեզ, հիմա մի բան եմ ուզում ասեմ, որ ժպտաս, առաջինը դու իմանաս, իհարկե ով որ եկել էր աղոթքի ծառայությանը, ես գաղտնի ասեմ ձեզ, ինչքան ներքին բաներ կա, առաջինը իրանք են իմանում, որովհետև այնտեղ տնական զրուցում են, կամերա չկա, հանգիստ մարդ կարողանում է խոսալ։ Բայց մի բան եմ ուզում ասեմ, որ ուրեմն այնպես մենք եկանք այնպիսի մի հայտարարի մեր ընդհանուր ոնց որ խորհրդով ասեմ հա որ աշնանը ինձ մեկ էլ Լուսյան Արմենին ձեռնադրեցին եպիսկոպոս եւ հա փառք Տիրոջը հիմա եկեղեցին ոնց որ անցնում է եպիսկոպոսական կառավարման սենց ասած ու հիմա հովիվի հետ մենք հովիվ Արտուրի հետ զրուցեցինք ու որոշման եկանք որ ես պիտի համել վերցնեմ պատասխանատվությունը բացի մեր Մոսկվայի ու Ռուսաստանի եկեղեցիներից, նաև Երևանի եկեղեցու վրա։ Հա, այսինքն փառք Տիրոջը, լավ է որ ժպտում ես, սա չի նշանակում, որ ես գնում եմ, որովհետև հենց ասում եմ մարդիկ մոտենում են մի գնա էլի Հովիվյան։ Չեմ գնում, ասում է ռազմիչտալսը, հա, չեմ գնում։ Ռուսը լավ խոսք ունի, հա, բարև ձեզ, կգնամ, բա չեմ գնա։ Չեմ գնում, ուղղակի իմ պատասխանատվությունն է շատանում, այսինքն ամեն ամիս պարտադիր համընդեղ պիտի ծառայեմ համստեղ։ Այսինքն ստեղի հետ կապված ոչ մի բան չի փոխվելու, այն առումով, որ մոտավորապես ինչքան որ տարվա մեջ ստեմ ծառայում, այդքան էլի կծառայեմ, ուղղակի ասենք ավելի շատ կփոխվի Եվրոպա, Ամերիկա, ուրիշ Ռուսաստանի ռուսական եկեղեցիներ չեմ հասցնի գնամ շատ։ Իրանց հաշվին Երևանում կծառայեմ, բայց ոչ մեր հաշվին, հա, մեր հաշվին ոչ մի բան չենք անում։ Ուղղակի դու իմանաս, հա, որ այսպիսի մի բան կա, հա, որ ուրիշից չլսես հանգարց, մեկ էլ խոսակցություններ չծես, հովիվը գնացել է, հովիվը ստեղ է։ Էլ երկրորդ անգամ են ռուսեն բառը չեմ ասի։ Հա։ Մի հատ ընկեր ունեի, որ ռուս հովիվ է, որ հարցնում էինք ոնց էր, ասում էր «Не дождётесь»։ Մի անգամից պատասխանում էր հումորով իհարկե էլի։ Հիմա նենց որ ամեն ինչ լավ է, փառք Տիրոջը, Աստված օրհնի քեզ։ Այսօր ուզում եմ խոսեմ Կորինթացիս թղթից առաջին Պողոս Առաքյալը մի կարևոր խորհուրդ է տալի մեզ, խրատ այսպես ասած, հուշում, խրատ, զգուշացում եւ այսօրվա խոսքի վերնագիրը դրել եմ ուշադիր, շեշտով որ դու ուշադիր լինես, որովհետև զգուշ ուշադիր մարդը ինքը ավելի քիչ է սխալվում, ավելի քիչ է սայթակում, հա։ Եթե մարդը որ ասում են, այնքան անզգուշ է, ոտերի տակը չի նայում, հա անգնում է, մանավանդ երեխաներին։ Հիմա դրա համար այսօրվա խոսքը վերնագրել եմ այսպես ուշադիր, ու ուզում կարդամ առաջի Կորինթացիս 10-րդ գլխից։ Պողոս Առաքյալը խոսում է հրեա ժողովրդի մասին, որ Աստված Եգիպտոսից հանեց, բերեց խոստմունքի երկիր։ Այդ պատմությունն է պատմում, բայց տեսեք ինչ ուրիշ դիրքից է լրիվ պատմում։ Եվ 4-րդ խոսքում սենց ասում. Եվ ամենը, այսինքն ամբողջ ժողովուրդը, 3 միլիոնը, նույն հոգևոր խմելիքը խմեցին, որովհետև այն հոգևոր վեմից էին խմում, որ գնում էր նրանց հետ, եւ այդ վեմն էր Քրիստոսը։ Հետաքրքիր բան է ասում, իրանք հələ Քրիստոսին չճանաչած, բայց Տիրոջ հոգին հոգևոր բան ասում, հոգևոր խմելիք խմեցին։ Տիրոջ հոգին իրանց հետ էր ու առաջնորդում էր։ Եվ ինչ ասում, ասում, տեսեք, ինչ է տեղ ունեցավ, Մովսեսը ջրի մեջով անցկացրեց, ոնց որ մինչև ջուրը մտները ստրուկ էին, ջրից դուրս եկան արդեն Աստծո ժողովուրդ էին, առանց տրկության խոստմունքի երկրի գնացող։ Այդ խորհրդանիշն է մեր ջրի մկրտության, մենք ապաշխարել ենք մինչև մեղքի ստրուկն ենք, երբ որ ջրով մկրտվում ենք, մենք ջրից դուրս ենք գալի Քրիստոսի սեփականություն, խոստմունքի երկրին սպասող։ Ու հետաքրքիր մի բան ասում 5-րդ խոսքում։ Տեսեք ինչքան լավ բան է, չէ՞։ Ստրկությունից հանելա բերելա խոստմունք։ 5-րդ խոսքում ասում է, բայց Աստված նրանցից շատերին չհավանեց, որովհետև անապատում փռված ընկան։ Դու պատկերացնում եք ինչ ասում։ Իր ընտրած ժողովուրդն է, ասում է չհավանեց, մեռան։ Լավ չէր։ Եգիպտոսում կենդանի ստրուկ մնային, քանց թե գային անապատում անհնազանդ որդու պես մեռնեին։
Ավելի լավ էր, չէ՞, այնտեղ ստրուկ մնային, ստրուկ կմեռնեին, բայց գոնե կարող է մի 40 տարի ավել ապրեր ինչ որ մեկը։ Եկավ, մտավ ոնց որ գնում է խոստմունքի երկիր, արդեն Աստծո սեփականությունն ու մեռավ ճանապարհին, ով սպանեց, Աստված թույլ տվեց որ մեռնի։ Ոչ թե պաշտպանեց, գիտեք թե մինչև ջուրը պաշտպանում էր, ջուրը մտան դուս եկան, արդեն ով դուրը չի գալի, ձեռները լվանում, ասում է սատանա, քեզ, ես էլ իրան չեմ պահի։ Չհավանեց, որովհետև անապատում ընկած մեռան։ Գիտեք, Տերը կարա ընտրի, Տերը կարա փրկի, բայց մարդը չգնահատի, ու հետո Աստված փոշմանի իր արածի համար։ Աստված էլ կարա փոշմանի։ Մենք մեկ երես ենք առնում, մտածում ենք Աստված, որ մեզ ընտրել է, արդեն ամեն ինչ լավ է։ Չէ՞, սիրելիս, Աստված եթե քեզ ընտրել է, իսկ քեզ ընտրել է, որ դու ստես։ Աստված եթե մեզ ընտրում է, պատասխանատվությունը ավելի է մեծանում։ Մեր վրա պատասխանատվությունը ավելի մեծանում է։ Երբ որ գիտես, ինչ որ մեկի papan դառնում է պրեզիդենտ, երկրի նախագահ, վարչապետ, կապ չունի, իրան թվում է, թե իրան ամեն ինչ կարելի է, որովհետև papan նախարար է, papan վարչապետ է, բայց ինքը չի հասկանում, որ ընդհակառակը իր պատասխանատվությունն ավելի մեծանում։ Ինքը պետք է շատ զգուշ լինի խոսալու մեջ, քայլելու մեջ, նայելու մեջ, արարքների մեջ, որովհետև ինքը արդեն ֆոկուսի տակ է։ Երբ որ Աստված մեզ ընտրում է, դա թուլանալու համար չի, ձգվելու համար է, որովհետև մեր պատասխանատվությունը մեծանում է, աշխարհի ֆոկուսի տակ ես ընկնում, ասում է, էս էլ այդ հավատացյալն է, տենանք ոնց կպահի իրան։ Տեղը քելը մի հատ էս սենց արեք, տեսեք ոնց է պահում իրան, տեսնենք ես հավատացյալ է թե չէ։ Այսինքն ինչքան Աստված ընտրում է, սիրելիս, այնքան քո պատասխանատվությունը մեծանում է։ Աստված ընտրեց, բերեց, պատկերացնում եք, անապատի մեջտեղը մեռան։ Փաստորեն Աստված էլ է փոշմանում։ Հա? Հիշում եք առաջի թագավորաց 15-րդ գլխում, 10-րդ խոսքում, Աստված ընտրել էր Սավուղին, օծել էր, մարգարեն ասեց գնա օծի իմ թագավորն է։ Ինչը Աստված սխալվեց, որովհետև 10-րդ խոսքում ասում է, եւ Տիրոջ խոսքը Սամվելին եղավ ասելով. զղջացի, որ Սավուղին թագավոր եմ արել, որովհետև ինձանից հետ դառավ, եւ իմ խոսքերը չկատարեց, եւ Սամվելը տրտմեց եւ բոլոր գիշերը Տիրոջ աղաղակեց։ Ասում է զղջացի, ինքն է ընտրել թագավոր։ Է լավ չէր Սավուղը թագավոր չընտրվեր։ Իր համար իր հորեշերը կգտներ, կգնա ցախ կյանքի իր համար հանգիստ կապրեր, այդ ջայել մեռավ։ Գիտես ինչի, որովհետև Աստված ընտրել էր, բայց պատասխանատվությունը արդեն Սավուղի վրա էր, ոչ թե Աստծո։ Աստված ընտրեց, օծեց, բայց պատասխանատվությունը իր վրա էր։ Մեկ մարդուն, որ ծառայությունից հանում ես, ինչ որ պատասխանատվությունից հանում ես, ասում է, բայց չէ որ դուք ասեցիք Աստված էր ասել, Աստծուց էր դա, որ ինձ դնեիք այդ դիրքին։ Հասիելիս Աստծուց էր, բայց պիտի պահես քո դիրքը։ Աստված, գիտես, Աստված եթե մի մարդու միտեղ դրել է, դա չի նշանակում ինչ ուզեմ կանեմ, մեկը ինձ Աստված ա դրել։ Չէ, սիրես, ընդհակառակը, պատասխանատվությունը 5 անգամ շատանում է։ Երբ որ Աստված քեզ մի բանի մեջ դնում է, մի բան ասում է, մի բան անես, մի բանի մեջ գնաս, ամուսնանաս։ Չէ որ այդ աղջկան երազով դու ինձ ցույց տվեցիր, գնացի ամուսնացա։ Երազես մեծ սաղորը այդ աղջիկներ, չէ էլ ճանաչում։ Մի ամիտ փողոցում տեսած իրարվեցի ամուսնացա։ Հա Աստված ցույց էր տվել, բայց ընտանիքը երջանկացնելու պատասխանատվությունը Աստծո վրա չի։ Դա քո պատասխանատվությունն է։ Աստված Ադամին գիտեք ինչ արեց։ Ոչ մեկը դե դիրքին չեք արժանացել։ Աստված Ադամին երկրագնդի տիրակալ դարձրեց։ Պատկերացնում եք, Ադամը ծնվեց, աշկերն է տրորում հասկանա ուր անգել։ Մեկ էլ Աստված երկնքից բանը սեփականաշնորհման վկայականով գալիս է։ Երկրագունդ մոլորակը ձեր սեփականությունն է Ադամ վերցրու։ Հա Աստված ընտրեց իրան տիրակալ սեփականության վկայականը տվեց։ Ադամը բարձի տակ այդ վկայականով քնում էր։ Աստված մեղավոր է, որ մի օր Ադամը որոշեց այդ վկայականը սատանային նվիրի։ Կարա չէ կողքից մեկը հրեշտակներից ասեր. Տիրակալ ես սխալ ընտրություն ես արել։ Տեսար ոնց մի անգամից տվեց սատանային։ Աստված սխալ ընտրություն չի անում, Աստված մեզ հնարավորություն է տալի։ Ինքը սխալ ընտրություն չի անում, ինքը մեր սահմանները գիտի։ Մեր հնարավորությունից ավել բաներ չի տալ, ինքը գիտի մեր սահմանները, բայց սահմանը պահելը իմ ու քո գործն է։
մենք կմնանք դրա մեջ, թե չենք մնա։ Գիտեք, այնքան ծանոթ հովիվներ ունեմ, որ Աստված իրանց օծել է, յուղը վրան օծել են, ձեռնադրել են, հովիվ են դրել, այն մարդը 10 տարի հետո ընկել է։ Էլ հովիվ չի։ Աստված դրա մեջ մեղավոր է, իհարկե ոչ։ Այդ մարդը իր պատասխանատվությունը չպահեց։ Հիմա նույն այս ժողովրդի վիճակն է, պատկերացնում եք, ասма շատերը մահացան ճանապարհին։ Ոնց որ թե Աստված ընտրել էր, ասեց բոլորի տանում եմ խոստմունքի երկիր, կաթու մեղր բխող։ Այդ մեղրը մնաց կոկորտներին մեծ մասի։ Եվ 6-րդ խոսքում Պողոսը հետաքրքիր բան է ասում։ Ասում է սրանք մեզ օրինակի համար եղան, որ մենք չար բաների ցանկացող չլինենք, ինչպես նրանք ցանկացան։ Ասում է մեզ օրինակի համար եղան։ Մի հատ խոսք կա, չէ՞, ասում է խելոք մարդը ուրիշի սխալների վրա է սովորում, անխելք մարդը իր սխալների վրա։ Հա մարդը եթե տենում է, այս մարդը սենց գնացել է, լավ չի եղել, ասում է դե ես գնամ կստացվի։ Եվ որ ճանապարհը սխալ է, դու եթե գիտեք ինչ, եթե ես հիմա ստեղից վեր կանամ ու մեքենան նստեմ ու գնամ Սիբիր Երևանի նպատակով։ Գնամ վերև հյուսիս։ Գնամ Սարոցյալ օվկիանոսում միտեղ կործանվեմ, վերանամ, մեկ էլ կողքից մեկը նայ ասի, իրա մոտ չստացվեց, ես կգնամ տենց Երևան։ Այ բալամ ճանապարհը ուրիշ տեղ ա տանում, տեսար մեռավ այդ մարդը։ Ուր ես նույն ճամփով գնում։ Ասում է սա մեր համար օրինակի համար եղավ, ու հետո շեշտում է, ինչ տեղի ունեցավ, ինչի եղավ հрьяաների հետ էս ամեն ինչը, ու այստեղ 5 կործանող մեղքերի մասին է խոսում, ինչի մասին ես այսօր խոսալու եմ։ Ու ասում է, որ չար բաների ցանկացող չլինենք, ինչպես նրանք ցանկացան։ Եվ կռապաշտ մի եղեք, ինչպես նրանցից ոմանք, ինչպես գրված է, թե ժողովուրդը նստեց ուտելու խմելու, վերկացան, որ խաղան։ Եվ պոռնկություն էլ չանեք, ինչպես նրանցից ոմանք պոռնկություն արին, եւ մի օրվա մեջ 23000 մարդ վայր ընկավ։ Եվ Քրիստոսին էլ չփորձեք, ինչպես նրանցից էլ ոմանք փորձեցին եւ օծերից ծածկեցին։ Եվ չտրտնջակ, ինչպես էլ նրանցից ոմանք տրտնջացին եւ սատակիչի ձեռով կորան։ Պատկերացնում եք Աստծո երես առած երեխաները Աստծո երեսից ընկան։ Ինչի՞, որտեղ ստեղ շեշտում է 5 կործանարար մեղք, որ ասում է մի արեք, Պողոս Արաքյանը ասում է լսեք, արդեն վատ փորձը ունենք, հանգարց չանեք։ Սրանք արեցին, հիմա այսօրն են։ Ժողովրդի մեծ մասը չհասավ խոստմունքի երկիր։ Ու այսօրվա խոսքը ես հենց տենց վերնագրել եմ ուշադիր եղի դիրքիցը չընկնես։ Կապ չունի Աստված մեզ ինչ է խոս տալի, դու պետք է ուշադիր լինես։ Եվ ուզում եմ խոսամ այդ 5 մեղքերի մասին, որտեղ շեշտված է։ Առաջի բան ասում է չար բաների ցանկացող մի եղեք։ Չար բաների ցանկացող մի եղեք։ Երեմիայի 18:9-10 խոսքերում գիտեք ինչ է գրած։ Աստված ասում. «Եվ ամեն անգամ, որ խոսում եմ մի ազգի կամ մի թագավորության մասին, նրան շինելու, տնկելու համար։ Մի ազգի, մի թագավորության, մի մարդու մասին, մի ընտանիքի մասին, եթե նա չարություն է անում իմ աչքի առաջ եւ չի լսում իմ խոսքին, այն ժամանակ ես էլ զղջում եմ այն բարիքի համար, որ ասել էի, թե նրան բարիք եմ անելու»։ Ինչա սուտ ասեց բարի եմ անելու չար արեց, չէ, փոշմանեց։ Աստված էլ կարա մեկ փոշմանի։ Գիտես, մեր օրհնությունները բարին ցանկանալ ու բարին անելու մեջ է։ Ասում եմ չար բաներ մի արեք։ Եթե մենք չար բաներ ենք անում, մեր օրհնությունների ճանապարհն ենք փակում, հա։ Եթե ինչ-որ մեկին ցանկանում ես, այս ինչ թազա մեքենայով է եկես հարևանս, ամեն օր այդ ֆիքստուլը ինատու կանգնում է Բաքում, դուրս է գալի, ինատու գոռում է կնոջը, որ սա թաղամասը տեսնի իր մեքենան։ Վախ մի հատ են քսեր են կողքի ծառին զադնի տալուց էլի։ Դմփասները ապակին հետևի այդ ֆարը ջարդվեր, մի քիչ ուրախանանք։ Չար բան մի ցանկացի։ Այն կեղտոտը ինչ ասես անում է մարդկանց գլխին, երբ հա կործանվելու ես ուրախանամ։ Ասում է չար բան մի ցանկացի։ Մի հատ ընկներ հիվանդանոց, որ իմանար որը որից հետո է։ Չար բան մի ցանկացի։ Հիսուսն ասեց, ինչ որ ցանկանում եք ձեզ անեն, էդ էլ դու արեք։ Խոսքը ասում է չուզեցիր բարություն, բարությունը քեզ չի հասնի։ Փնտրեցիր չարություն, չարությունը քեզ կհասնի։ Այսինքն ինչի հետևից գնում ես, էդ էլ քեզ ասնում է, բարձ խոսքերը ինչ ցանկանում ես, Հիսուսն ասում է, որ քեզ անեն, դու արա։ Հա, եթե ուզում ես որ քեզ չարություն անեն, գնա չարություն արա։ Քո խնդիրն է։
Երկրորդ կործանարար մեղք ասում է եւ կռապաշտել միտնեք, այդտեղ ես 5 մեղք է թվարկում Պողոսը հիշացնելով, որ տեսեք հрьяաները 3 միլիոնով դուրս եկան, մեծ մասը կործանվեց ճամփին ու այս մեղքերը իրանց մոտ էր այդ։ Երկրորդ ասում է կռապաշտ մի եղեք։ Եփեսացիս 5:5-ում գիտեք ինչա գրած, որովհետև սա իմացեք, ոչ մի պոռնիկ կամ պիղծ կամ ագահ, որ կռապաշտ է, ժառանգություն չունի Քրիստոսի եւ Աստծո արքայությունում։ Հետաքրքիր մի բան ասում է ագահ, ոչ մի ագահ, որ կռապաշտ է։ Բարձվում է ագահությունն էլ է կռապաշտություն։ Ագահությունն էլ կռապաշտություն է, երբ որ մարդը չես էլ ինձ հասնի։ Երբ որ 7 բանվոր ես պահում, ամեն մեկից 7% գողանում ես, ասում ես, մի քիչ ասեմ լավ չէ կարել, դա էլ ինձ հասնի։ Հա, 2 կոպեկ ավել անցավ։ Այն մեկին մի քիչ ստեյց ես կճմտում, այն մեկին էս էլ ինձ ելնի։ Էս մի կլիենտին է սրա ձեռքից գողանամ, էս ինչ ես ինձ անեմ։ Ինձ, այդ ագահությունն է։ Դա էլ է կռապաշտություն, հա։ Ասում է կռապաշտ մի եղեք, փառք Տիրոջ է։ Ասում է կռապաշտ մի եղեք։ Գիտես ինչա կռապաշտությունը ինքն իրանից ինչա ներկայացնում։ Ցանկացած բան։ Այս կյանքում ցանկացած իր, ցանկացած գործ, ցանկացած մարդ, եթե գողանում է քո ֆոկուսը, ուրեմն գելես կռապաշտության մեջ։ Եթե ինչ-որ մի բան քո ֆոկուսը, կյանքիդ ֆոկուսը գողանում է, ուշադրությունը իր վրա է տանում, դա դառնում է քո համար կուրք։ Դա կարա քո երեխեն լինի անգամ։ Երբ որ գողանում է քո կյանքի ֆոկուսը։ Ես ծնողներ եմ տեսել, մամաներ եմ տեսել, քրիստոնյա մամաներ, հիվանդ են իրանք։ Ո՞й երեխես դասիա գնաց է։ 7 րոպեն մեկ զանգում է, հասար բալա, հա, ոնց ես, նայ, այն ժակետը գցեցիր վրեվ, հացիկը կերար։ Մի շաբաթվա մեջ Հիսուսին կմոռանա մի հատ հարցնի ոնց ես։ Դուրդ գալիս ես աշխարհի վիճակը, բայց առավոտից իրիկուն դողում է երեխու վրա։ Դա էլ է կռապաշտություն։ Դա երեխա սիրել չի, դա երեխա պաշտել է։ Այդ խնդիր է, երբ որ դու ինչ-որ մեկին պաշտում ես, կլինի երեխա, ամուսինը, թե հարևանդ, կապ չունի։ Դա երեխա, դա պաշտամունք է։ Ասում է կռապաշտ մի եղեք, որովհետև դա էլ է կործանարար մեղք։ Աստված իր փառքը ոչ մեկի չի տալի։ Ոչ մեկի։ Աստված ուզում է, որ թե պատվում ես, իրան պատվես, թե սիրում ես, իրան սիրես, առաջնային։ Որովհետև երբ որ ճիշտ դիրք է գնում քո մոտ, հա, ընդեղից էլ ճիշտ օրհնություն է սկսում։ Ուզում ես երեխեքդ ապահովելնեն։ Հիսուսին շատ սիրի։ Ուզում ես երեխեքդ ոտը քարին չխփեն։ Նենց ապրի, որ Հիսուսի դուրը գաս։ Դու քո վարքիչ, ես մի խոսք եմ պատրաստում, որ ինչքան բան է կախված քո վարքից, քո շրջապատի համար։ Ճիշտ ապրի, ճիշտ շարժվի, Տիրոջը մենակ պաշտի։ Ես չգիտեմ, որ համաշխարհային ստատիստիկա արվի, աշխարհի բոլոր մարդիկ ու հավատացյալները, նրանք առանձին, դրանք առանձին։ Ես չեմ իմանում ով կհաղթի ժլատությունով։ Կատակ չեմ անում։ Ես չեմ իմանում ժլատությունով ով կհաղթի, քրիստոնյաները թե անհավատները։ Որտեվ ուղղակի շատերը փողից բռնված են։ Մեկ մարդիկ կասեն, բայց մենք զոհաբերություն ենք տալի, 10-րդն ենք տալիս։ Սիրես բռնված լինելը մարդը կարա տա, որովհետև դե հավաքում եմ պիտի տամ, ենթադրենք զոհ են խոսացեմ, մի բան գցեմ։ Բայց քո ներսում պիտի ազատ լինես դրամներից։ Այնքանով ազատ լինես, որ փողոցում մարդ անցնի կողքով, զգաս, որ գրպանիդ մեջից պիտի մի հատ 5000 հանես դնես իր գրպանը, գախնի հանես դնես, ոչ ինքը իմանա, ոչ մեկ։ Որտեվ Աստված ասել է այդ մարդուն, իջի փողոցը անցնի, մինչև այդ լուսան փոփը անցնես, գրպանումը այդ 5000-ը կլինի։ Ու իրան պետք էլ չի, որ մարդ տենա ինքը ով դրեց, որովհետև ինքը հրաշքի է սպասում Աստծուց ու իր մոտ լրիվ ուրիշ վերաբերմունք կլինի, երբ որ հասնի այն ափը ու ձեռը դրանի տենա 5000-ը մեջնա։ Այդ մարդուն կյանքում ոչ մեկ Աստծուց չի կարա գողանա։ Հասկանում եք, Աստված ուզում է ազատ լինենք անգամ դրամների մեջ, անգամ մեր վարքի, խեր ասում, որտեղ ձեր գանձերն է, անդե ձեր սիրտն է։ Չի կարա քրիստոնյայի ուշք ու միտքը լինի իր, չգիտեմ, բանկային հաշվի կամ պահատուփում կամ իր բարձի տակը ու ասի սիրտս Հիսուսի հետ է, տենց չի լինում։ Հիսուսի հետ սիրտ ունեցող մարդը դրամներից էլ ազատ։ Հա, դրամներից էլ ազատ։
Չար բաներ մի ցանկացեք։ Երկրորդը ասում է կռապաշտ մի եղեք։ Երրորդը ասում է եւ որմանք շնացող են եւ 25000 մարդ մեռավ, 20 քանի հազար, հա։ Շնությունը մեծ խնդիր է այսօր մարդկության մեջ։ Գիտեք ինչա գրած Աստծո խոսքում։ Մարկոս 10:8-ը երկուսը մեկ մարմին կլինեն։ Այնպես որ այլևս երկու չեն, բայց մեկ մարմին։ Ցանկացած ակտ երկուսը դառնում են մեկ։ Ու դա ուղղակի ժամանակավորը մեկ չի։ Հոգևոր աշխարհում մեկ են դառնում այդ րոպեին։ Երբ որ մեկ ես դառնում, դու մեկ ես դառնում քեզանից առաջ իր զույգ ընկերների բոլորի հետ։ Արդեն լինելով տղամարդու հետ ես մեկ դառնում։ Լինելով կին կնոջ հետ ես մեկ դառնում, որովհետև դու դառնում ես մեկ բոլոր նրանց հետ, ով որ ինքը եղել է։ Ու հետո զարմանում ես, թե ինչի իրա նախկին ընկերոջ մեջի դևերը հասան քո մեջ, որովհետև այդ ամենահեշտ ճանապարհն է, դառնում ես պրախադնոյ դվոր։ Մեկ եք դառնում մի մարմնի մեջ, ոնց ուզում նես տեղափոխվում են։ Մարդիկ գիտեն շնությունը դա տունտունիկ է, դե օրվա հաճույք է, մի ամիս ստացվեց, էլ չեմ կարում, ես ինչ ասես կհորինեն։ Էլ չեմ ասում, ամենակարևորը։ Դու գիտես այն մարդը, ում հետ դու գնում ես շնության, ասենք եթե տղամարդ ես գնում ես շնության, այդ կինը կապ չունի ով է ինքը իր աղջիկն է, Աստծո զավակը, իր աղջիկն է, ու ինքը խանդոտ պապա է։ Դու խանդոտ պապայի երեխուն ես կպնում, հետո մի զարմացի խիա գործի հետ վատանում կյանքդ կործանվում, որովհետև դու կպնում ես խանդոտ, աշխարհի ամենախանդոտ հոր երեխուն։ Հետո ասում ես խի սենց եղավ։ Մի հատ նա ինչ է արել, ասում շնացող չլնեք։ Չորրորդը գիտեք ինչ ասում, Աստծուն էլ մի փորձեք։ Սա շատ վտանգավոր տեղ է, երբ որ փորձում ես Աստծուն։ Սա հեշտ ընկնելու տեղ է։ Սատանան 3 հատ փորձություն բերեց Հիսուսի վրա, մեկը էդ էր։ Մատթեոս 4:5-ը։ Այն ժամանակ սատանան նրան առավ, տարավ Սուրբ քաղաքը եւ կանգնեցեց նրան տաճարի աշտարակի վրա եւ ասեց նրան. Եթե Աստծո որդի ես, քեզ վայր գցի։ Հիմար առաջարկա, բայց փորձում է։ Որովհետև գրված է, թե իր հրեշտակներին կհրամայի քո համար եւ ձեռքերի վրա կբարձրացնեն քեզ, որ քո ոտքը քարին չդիպցնես երբեք։ Պատկերացնում եք, ինչքան հեշտ առաջարկ է անում սատանան, ինչ է ասում Հիսուսին։ Ասում է նայ, դու կանգնած ես տաճարի այդ գլխին, այդ ամենապարիսպի գլխին, հա? Պարիսպի այդ ամենաբարձր տեղն է, ներքևը անդունդ է։ Այդ տարածքն էլ նենց է, եթե Հիսուսը, ասենց ասեմ, Հիսուսը կանգնած է, ինչքան տաճար մարդ է գալի իրան տեսնում է, ներքևը ինչքան առևտրական տեսնում է։ Դու պատկերացնում եք սրանից լավ ավետարանչության ձև չկա։ Պատկերացնում եք Հիսուսը իրան գցում է, բոլորը մարդ հանգնում, մեկի տեսնում ես հրեշտակները բռնեցին ու օդի մեջով Հիսուսը հետ է բարձանում։ Մի օրում սա քաղաքը կապաշխարեր, չէ՞։ Կասի նա իրոք սա Աստծո որդի է, նայեք ինչ եղավ։ Լավ ձև է, չէ՞, ոնց որ սատանան լավ բան է առաջարկում։ Մեկը Աստծո որդի ես գրած է Աստծո խոսքով։ Իր հրեշտակներին ասի քեզ կպահեն։ Կարար չէ Հիսուսը գնար այդ պրովոկացիային։ Բայց Հիսուսը մի բան լավ գիտեր։ Աստծո խոսքը այսքան մասով չեն հանում ու ինչ ուզում անում։ Աստծո խոսքը սկզբից մինչև վերջ է ճիշտ։ Երբ որ մի բան հանում ես, ստեղից ցանկացած նախադասություն, որ հանեմ առանձին նայեմ, ինքը սուտ է։ Եթե սկզբից մինչև վերջին չի համապատասխանում։ Ցանկացած նախադասություն, որովհետև Աստծո խոսքը ինքը ամբողջական է։ Գիտես ինչ, ոնց որ դու ասես օրինակի համար, էսի Աստծո խոսքն է, Աստված, Հիսուսն է, հա։ Ոնց որ ասես օրինակի համար Հիսուսը բոլորովին մարդու նման է, բայց ճկուտը կանանչ է։ Արդեն սուտ է, չէ՞, որտեղ ամբողջ մարմինը ինքը համահունչ է իրար հետ։ Հիմա Հիսուսը չի կարա այսքան տեղը, ասես գրած է, չէ՞, սատանան ասում է, գցես քեզ պահելու է։ Եղբայր, բայց այդ գրածը ինչ որ ուրիշ խոսքի չի համապատասխանում։ Եթե հետը չես նայում, ի՞նչ է ասում։
Հիսուսը։ Հիսուսը նրան ասեց. «Դարձյալ գրված է, թե մի փորձի Տիրոջը քո Աստծուն»։ Հիմա շատերը փորձեցին ճանապարհին Աստծուն ու մեռան էլի։ Էլի չհասան խոստմունքի երկիր։ Գիտես ինչ է նշանակում մի փորձի քո Աստծուն։ Քրիստոնյաները շատ հաճախ փորձում են իրանց Աստծուն։ Անհիմն ձևով։ Գնում է մեղքի մարդը։ Որոշված գնում է մարդ խաբելու, շնության, սպանության, ինչ ուզում ես։ Գնում է մեղք գործելու։ Գիտեք ոնց են փորձում Աստծուն։ Տեր Աստված, եթե չես ուզում որ գնամ, նենց արա չգնամ։ Նենց արա թո մեքենան փչնա չհասնեմ։ Ինքը գիտի որ վատ տեղ է գնում ու ուզում է Աստծուն փորձի։ Կամ եղբայրները շատ, ասենք 90-ականներին մոդա էր, որտեղ մահացած մարդ կար գնում էին աղոթեն, որ վեր կանա։ Կյանքում մի հատ մոծակի համար չեն աղոթել, որ գլուխը չցավա, որտեղ մահացած մարդ են տենում, հեսա տեսեք մենք ինչ լավն ենք, գնանք աղոթենք, այս ինչը բժշկվի։ Մի օր ինձ խնդրեցին գնանք միտեղ աղոթելու, եղբայրներ էին, երևի շատ վաղուց էր։ Ճանապարհին սկսեցին խոսալ, ասում պատկերացնում եք, ես ինչ աղոթելա չի լավացենք, ինչ աղոթելա չի լավացել։ Հեսա մենք գնում ենք, աղոթում ենք, ինքը վերականում, պատկերացնում եք ինչա։ Ու ես հասկացա, որ իզուր եմ հետները գնում, ամոթու պրոստը տեղ հասանք, թեթև միացտից աղոթ կարեցի դուս եկա։ Մի փորձի քո Տեր Աստծուն։ Շատ հաճախ քրիստոնյաները անհիմն փորձում են Տիրոջը։ Անհիմն։ Վերջերս մի հատ հովիվ սևամորթները մի քիչ նայեք այդ սևամորթներին։ Մի քիչ նայեք, իրանք տարօրինակ են, իրանք շոու են սիրում, անանք Աֆրիկայում ամբողջը շոու է։ Ամբողջը իրանք էմոցիաների շոուի ինչ ասես սարքում են, ինչ դերասանություն ասես անում են։ Վերջերս մի հատ հովիվ փորձում էր Աստծուն։ Եկեղեցու առաջ ասեց գրածա օծեր վեր կառնեք, կարիճներ վեր կառնեք, ձեզ ոչ մի բան չի լինի։ Եկեղեցու աչքի առաջ թունավոր օծը հանեց, որ տեսեք մի րոպե հետո իրան մահացած տարան, որտեղ օծը գծեց իրան ու ինքը մեռավ։ Այսինքն մի փորձի Տեր Աստծուն, տունի խաղալու ժամանակ չի։ Եթե ընկել ես միամիտ թունավոր օծերի մեջ, ոնց որ Դանիելը ընկավ առուսների մեջ, Աստված առուսների բերանը փակես, օծերի բերանն էլ կփակի։ Եթե միամիտ ընկել ես, էս ուրիշ է։ Բայց եթե ես ասեմ, գիտեք ինչ կռուտո եմ, հեսա նայեք ես ինչ եմ անում։ Հեսա ես գնում եմ գազանանոց, ինձ գցեմ առուսների վանդակը, դուք տեսեք ինչ եմ անում։ Մեկը տենց էլի գցել էր իրան առուսների վանդակը, հրամայում էր առուսներին։ Կիսատ նորմալ մարդ էր, որ իջավ, կիսատ մարդ հետ հավաքեցին, լավա չմեռավ։ Ինչի, որովհետև այսպես է ասում Տերը, բերանը փագի արտահայտությունը այդ առուծի համար չի գործում։ Այդ առուծները ասում են շնորհակալություն կերակուրի համար ու սկսում է ուտելը։ Հա, բանա փոխվում, հա։ Հա, փառք Տիրոջը։ Մի փորձի քո Տեր Աստծուն սիրելիս, մենք պետք է ուշադիր լինենք, տունի խաղալու ժամանակը չի։ Մի փորձի, լավ, մի հատ էս քայլը անեմ, կարողա չնկատի։ Չի քնում ու չի ննջում Իսրայելի Սուրբը գրածա։ Նկատում է ինքը։ Մի արա։ Դրանով փորձում ես Աստծուն։ Այսինքն դու մտածում ես, փորձում ես տենաս, Աստված քնածա թե արթուն։ Մեկ փորձեմ, էլի կարողա քնածա։ Այն որ երեխեն տնից ուզում է երիկունը զգուշ փախնի, papan հերոսացուցի դեմ արդեն։ Ու ինքը sense մատերի ոտերի թաթերի վրա գնում է։ Փորձեմ, էլի կարողա չլսի։ Մեկ էլ դռան շղկոցը մտի տուն։ Չստացվեց։ Աստծուն փորձել պետք չի սիրելիս։ Ասում է փորձեցին ու էլի մահացան։ Հաջորդը ինչ ասում։ 5-րդը։ Ասում է եւ չտրտնջակ։ Այստեղ էլ եմ ուզում կանգնեմ։ Գիտես դժգոհ քրիստոնյան պոտենցիալ դավաճան է։ Ես քեզ ասեմ, դժգոհ քրիստոնյան մրթմրթան, տրտնջան, էսի չտվիր, էսի չեղավ, էնի չեղավ, եսի մե գալիս եմ, օծություն չկա, գնում եմ սեր չկա, եսի ինչ, ամբողջ օրը տրտնջում, ասում է չտրտնջակ։ Տրտնջացող քրիստոնյան պոտենցիալ դավաճան է, որովհետև մի օր թողել է Աստծուն գնա, ասի ստել բանդուշ եկավ։ Հա? Մեր դուրը չի գալի, չէ՞ որ մեր մոտ մարդիկ տրտնջում են։ Օրինակ իմ դուրը չի գալի ընդհանրապես, երբ որ իմ հարազատներին ինչ որ մի բան եմ անում, մի լավություն, մի սուրպրիզ, կարևոր չի։ Գիտես, եթե սենց ասեմ, ամբողջ աշխարհը նվիրեմ ինչ որ մեկին,
ու ինքը մի հատ մերսի ասի, ես աշխարհով մեկ կլնեմ։ Բայց հերիքը ասի, դե լավ, դե ես ինչա որ, ես ինձանից եմ հիասթափվում, ասեմ խի արեցիր, սրան է իր արժանի, երբ որ դիմացինս չի գնահատում ու տրտնջում է, ուֆ, դե հա, տվել ես մեքենան, նվիրել ես, բայց ղեկը լավ չի ֆռում, պիտի գնամ մի 2-3 հազար ռուբլի ծախսեմ, ես իմ ինչը դզեմ։ Նվեր ես ստացի, ուրախացի։ Եթե որոշել ես տրտնջաս, ինչ ուզում անեն կտրտնջաս։ Հաստատ իմացի։ Մի տեղ կգտնես ինչի համար տրտնջաս։ Եթե որոշել ես դժվար է դեմդ առնել, հա։ Աստվածաշնչում մի հատ զույգ կար։ Այս մարդու անունը Եղկանա էր։ Տարօրինակ։ Եղկանա էր այս մարդու անունը, երկու հատ կին ուներ։ Մեկը երեխեք ուներ, մեկը չուներ։ Աննայի պատմությունն է, լսել եք, հիշում եք։ Գիտես, Աննան ամբողջ օրը տրտնջում էր։ Պատկերացնում եք, այս մարդու վիճակը մի հատ նայեք, երկու կին ունի, հələ այս մեկին ավելի շատ է սիրում, որ երեխա չունի։ Այս մեկը երեխեք է ունեցել, այս մեկը չէ, հիմա սրան շատ է սիրում։ Սրա համար ամեն ինչ անում է, գրած անգամ որ բաժին էր տալիս ուտելիքը բանը, սրան 2 անգամ ավելի էր տալի ամեն ինչը։ Հասկանում եք, մարդը սիրում է իր կնոջը, իրար նվիրված է իրան, իրար հետ լավ հարաբերությունների մեջ են, երազանքներ ունի, այ կնոջս համար ես առնեմ են արեմ, ավելի լավ քան թե այն մեկին, այն մեկը կսպասի։ Լավ վիճակ է, չէ՞ այս մարդու մոտ։ Գիտեք ինչ է սպասում այս կնոջից։ Ուրախություն, ժպիտ, վերաբերմունք։ Ինչ է գրած, հեսա կարդամ մի հատ լսեք։ Խոսքը տրտնջալու մասին է։ Եվ մարդը Եղկանան նրան ասեց. Աննա, ինչի ես լաց լինում, ինչի չես ուտում, ինչի համար է սիրտդ այդպես տրտում։ Միթե ես քո համար 10 որդիս լավ չեմ։ Լավ խոսքեր է, ոսկի խոսքեր է, ոսկի խոսքեր է։ Ասում է, Աննա ջան, ինչ անում եմ, քո համար եմ անում։ Քեզ լացում, հաց չես ուտում։ Պատկերացնում եք մարդու վիճակը, կնգան, ես ին որտեղից բերելա Երուսաղեմ, բերելա տաճարի մոտ, որ տոնախմբություն անեն, Աստծո խոսքով ամեն ինչ անում, ամեն ինչ լավ է։ Բայց կնիկը տեղա գտե, ոնց մունատ գա այս կյանքից, ոնց նեղվի, լացում է։ Ու գիտեք ինչն է հետաքրքիր, լացում է, որովհետև այն մյուս կնիկը երեխա ունի, ինքը չունի, ու հա նեղում է իրան։ Իրավիճակը սենց է, դու կարաս նայես, ասես ինչ հոգատար ամուսին ունեմ, ու կարաս նայես, ասես բախի երեխա չունեմ։ Այնքան լավ խոսքեր է ասում, այս մարդը, սա Աստծուց խոսք է, գիտես։ Ասում է, այ կնիկ, խի ես տրտնջում, խես լացում, խի հաց չես ուտում, միթե ես քո համար 10 որդուց լավ չեմ։ Գիտես, բայ մեքենա չես տալի մի հատ, Մոսկվայի մեջ մի հատ տուն չկա, ինչքան ծանոթ ունեմ ես 7 տարի է, 5 տարի է, 4 տարի է, եկել են ամեն մեկը տուն ունի, 32 տարի է տանջվում եմ ստե, մի հատ տուն ինչա չես տալի, մի հատ երեխան ինչա չես տալի, մի հատ մեքենան ինչա չես տալի, Աստծո պատասխանը գիտես որն է։ Միթե ես քո համար 10 մեքենայից լավը չեմ։ Միթե ես քո համար 10 մեքենայից լավը չեմ։ Ինձ ունես ուրախացի, այսօր որ ասում եի ուրախացի դրա համար էի ասում։ Ոայ բա ոնց անեմ։ Հեշտ էսի ասում, բա պարտքեր ես։ Միթե ես քո համար $10 լավը չեմ, որից դոլարի հետ ես համեմատում։ Ախր ինձ ունես։ Միթե ես քո համար 10 որդուս, մի հատ երեխա չտվիր, միթե ես քո համար 10 որդուս լավը չեմ։ Մի հատ չէ, 10։ Մի հատ հասկացի ում հետ գործ ունես։ Ինչի վրա ես մորոթդ կախել։ Բա չամուսնանում։ Այ մարդ ինձ նայի, մնացածը հեշտ լուծվող հարցեր է։ Այս կինը, որի մասին մենք խոսացինք, հա։ Մյուս տարի արդեն երեխու հետ եկել էր։ Մի տարի հետո երեխա ուներ արդեն։ Հասկանում եք,
մի տարի հետո Աստված կարա, Աստված խնդիր չունի այդ երեխուն տալու։ Ընդհանրապես խնդիր չունի։ Բայց Աստված ուզում է մեզանից այդ մեր մեջ այդ ներքին տրտունջը հանենք։ Գործերս չի լավանում, ես ինչը չի լնում, սենցա, փնտ։ Ես չեմ կարծում, որ ստե մարդ կա, ում հաճելի է փնթփնթան մարդու հետ շփվելը։ Չեմ կարծում, ստեղ կին կան մամուսին կա, որ իրան հաճելի է, երբ գործից հետո հոգնած գնում է տուն ու իր ամուսնու կամ կնոջ փնթփնթոցն արեցնում ամբողջ օրը։ Երբ են կես տունը ռեմոնտ անելու եւ այլ։ Ոչ մեկին հաճելի չի փնթփնթալը։ Լսելը, հա, այդ, որ մարդը կողքը թա ծնկ ականջիդ, ուզում ես ուրախ մարդիկ տեսնես։ Ուզում ես ժպիտով մարդիկ տեսնես, որ գալիս ես տուն ասում են նեղված եկել ես, գնացել էիր, որ պայմանագիր կնքեիր։ Արդեն հաշվարկ է իրար, 1 միլիոն ռուբլի է, մի 3 ամիս կապրենք լավ։ Գնացել ես ընդ ասել են դեռ չի լինում, նոր տարուց հետո արդեն գումարները սաղ վեր տված է եւ այլ։ Նեղված գալիս ես տուն։ Մտնում ես տուն, ու մեկ էլ կինդ ասում է, հա ինչ եղավ։ Ասում ես դե, ասում են նոր տարուց հետո արի տենան կլինի, չի լինի։ Մեկ էլ կինդ ասում է, դու լավ մտածում ես, կարտոշկա կուտենք։ Զիբարդ բացվում է, չէ՞։ Բայց որ ասի, դե դու ամբաշարի մեկն ես, էլի։ Ես քեզ այդքան ասել եմ, գնա զավոդում աշխատի, դու չես կարա շինարարություն ղեկավարես, դու ամբաշար ես այդ հարցում։ Ինչա տեղի ունեմ, ջարդվես քո մեջ ամեն ինչը, փշրվես գնաց, վերջ։ Բրծավ։ Մի հատ կարճ փնթփնթոցով կարա քեզ ոչնչացնի պրոստը։ Բայց եթե քեզ բարձրացնում ասում դե լավ ոչինչ, ստե չեղավ ընդ կլինի։ Ինքը 10 գործից լավն է։ Հա, ինքը 10 գործից լավն է, ինքը 10 երեխուց լավն է։ Միթե ես քո համար 10 որդուց լավը չեմ, հիշի ես խոսքը, երեսի քո համար է։ Փակ տիրոջը։ Աստված որդի տալու խնդիր չունի։ Ես մի հատ վկայություն կարդամ, այն թարմ բուլկիներ է, էլի, որ ասում են այսօր նոր թխած է։ Առավոտ մի հատ եղբայրը Երևանից ուղարկեց, նոր թխած է, կարդամ լսի։ Աստված 10 երեխուց լավն է։ Հա? Կարևորը դու չտրնջաս։ Մեր Երևանի եղբայրներից, հա, Երևանի եկեղեցուց։ Բարև Հովիվ ջան, ո՞նց եք։ Շատ սպասում ենք ձեզ։ Այսօր ա գրե։ 12 տարի երեխա չէր լինում մեզ։ Անցած տարի այն յուղերը բաժանելու օրը ձեր յուղ քսելուց, օրհնելուց հետո, որ ասեցիք եկող տարի ձեր բալիկի հետ լինեք, այդ նույն ասածովը էլ եղավ, այս տարի նույն ժամանակ փոքրիկը եղավ, այսինքն սկիզբ առավ։ Այն ժամանակ, որ յուղը քսել եմ, մի տարի հետո ուղիղ, եմ ասում երեխան սկիզբ առավ, հաշվարկով մարդը գրել է, հա։ Եկող տարի ասում է, այսինքն սկիզբ առավ, ու նոյեմբերի 6-ին ծնվեց, անունը Մարիա կոչեցինք։ Փառք Տիրոջը, Աստված օգնի ձեզ ու ձերոնց։ Տասերկու տարի երեխա չունի։ Գիտես ինչն է հետաքրքիր։ Ինքը 12 տարի երեխա չունի, Աստված էլ երեխա տալու խնդրեմ չունի։ Հասկանում եք, հա, այստեղ խնդիր կա, այսը խնդիր լուծելու խնդրեմ չկա։ Մեջտեղը գիտես ինչն է, այս ճանապարհը, այս խնդիրը, որ հասնի խնդիր լուծողին, ճանապարհը քո սիրտն է։ Միթե ես քո համար, եղբայր ջան, միթե ես քո համար 10 որդիս լավը չեմ։ Երբ ուզեմ կտամ։ Աստվածաշնչում լիքը դեպքեր կա, որ ասում Աստված բացեց այսինչի երեխա ունեցավ, փակել էր, որ երեխա չունենա, Սարայինը բացեց նրանը, բացեց երեխա ունեցավ։ Աստված խնդիր չունի։ Բայց ինքը ուզում է նայես ու հասկանաս, որ ինքը 10 երեխուց լավն է։ 5 կործանող մեղք, սիրելիս։ 5 կործանող մեղք, ասում է չար բաներ ցանկացան, մեռան, կռապաշտություն արեցին, մեռան, շնություն արեցին, մեռան, Աստծուն փորձեցին ու փորձվեցին, մեռան, տրտնջացին ու մեռան։ Եվ 11-րդ խոսքում 6-րդում ասել էր մի հատ, 11-ում մի հատ էլ է կրկնում, ասում է, եւ այս ամենը օրինակի համար էր նրանց հանդիպում։ Բայց մեզ խրատի համար գրվեց, որոնց դարերի վերջը հասավ։
Դարերի վերջը հասել է, բարի լուր ունեմ քո համար։ Վերջն ենք մենք։ Մենք վերջից, գիտես ինչ, մի քիչ էլ որ ձգվի, արդեն վերջից հետ ենք գալու, այնքան վերջն ենք։ Այն որ գնում ես ամենածերը տեղ չկա, հետ ես գալու, չէ՞, այսինքն որ մի քիչ էլ ես վերջը ձգվի, արդեն հետ ենք գալու, այնքան այդ վերջը վերջացե։ Ամենք այդ վերջում ենք։ Ասма ձեզ երկրորդ անգամ զգուշացնում, ասма ձեզ օրինակի համար գրվեց, իրանց ասма օրինակ եղավ, բայց ձեզ որպես իրանց վրա եղավ, ձեր օրինակն եղավ, որպեսզի դուք խրատ վերցնեք։ Խրատի համար գրվեց, որոնց դարերի վերջը հասավ։ Ուրիշ խոսքերով ասած, իրանց կաշվի վրա զգացին, բայց ձեզ խրատավոր չանեք։ Իրանք իրանց կաշվի վրա զգացին, բայց Աստված ինձ ու քեզ խրատ է տալի։ Ես խնդրելու եմ ոտքի կանգնես։ Հինգը կործանարար մեղքեր։ Սրանց մեծ մասը քրիստոնյան կարա, գիտես ամենաշաբլոնը շնանալն է, որ ասում է չեմ շնանում, չեմ հարբում, մտածում է վերջացավ, էլի բան չկա։ Ամեն ինչ արդեն կարելի է։ Մնացածը, բայց որ ուշադիր ես ելնում, շատ հաճախ կարա չզգալով էլ անես։ Ինչ որ մեկի վատը ցանկանաս, ինչ որ մի աստծուն փորձես։ Ես հիմա գնում եմ հանդիպման, եթե այդ աղջիկը քո ուզածը չի, դուրը չի գալի, ասում ես փողոցից հա եւ այլը, նենց հալա չհանդիպենք։ Աստծուն մի փորձի։ Տուպիկ միգցի Աստծուն, Աստված տուպիկ ընկնող Աստված չի, ինքը ամենուր է։ Տուպիկ ընկնում է մեկը, որ ելք չունի, Աստված ելքի Աստված է, ինքը տուպիկ չի ընկնում։ Հա? 12-րդ խոսքում։ Ուրեմն ով որ համարում է թե հաստատ կանգնած է, թող զգուշ լինի, որ վայր չընկնի։ Սա էլ նվիրում է բոլոր լոպազ քրիստոնյաներին։ Ես գիտես ինչ հավատացյալ եմ, իմ նմանը չկա, կյանքում չմտածես հանգարց, որ կյանքում կարող ես էս անեմ, այն անեմ։ Ասում ով որ մտածում է, որ հաստատ կանգնած է, ուշադիր եղի։ Զգուշ որ չընկնես, որովհետև սատանան քանի ես երկրի վրա ես հափորձելու է։ Տնա որտե ես անզգուշ։ Որ գցին։ Այսօր ուզում եմ աղոթենք ուշադրության համար սիրելիս։ Մեր առաջ նոր տարի է։ Բուրըն իրադարձություններով լցված տարի, ասեմ քեզ, ես սպասում։ Շատ բուրըն։ Այն մարդու սրտի այդ կարդիոգրաման տեսել եք, չէ՞։ Այդպես դմդմփոցներով տարի է այս տարին, որ սպասվում ասենց։ Շղկուտղ կալնելու շշուտ։ Կարևորը գիտես որն է, որ դու զգուշ լինես, որ կանգնած մնաս։ Ու մենք աղոթելու ենք հիմա, որ Տերը օգնի զգուշ լինենք, ուշադիր լինենք ավել, հա, ու պահի մեզ Տերը այդ եկող տարվա մեջ եկող այդ կործանող մեղքերից, որ մենք հեռու մնանք։ Որ այդ եկող տարին մեր համար օրհնության տարի լինի։ Որ Աստված մեր համար եկող տարի 10 որդուս լավը լինի։ Ամենակարևորը, հա, որ Տերը իր օրհնությունը իջացնի, իր խաղաղությունը բերի քո վրա, այն որ ասում է շուրջ բոլորոդ երկրաշարժայից դու հանգիստ նստած ես, ոչ թե անջոյ ես, ոչ թե ինչ որ դոզայի տակ ես, չէ ուղղակի ինքը քո համար այդ երկրաշարժից փլվող 10 տնից լավն է։ Բանկերում մնացած $10,000 լավն է։ Ինքը ամեն ինչից լավն է քո համար։ Ու դա քեզ հերիք է։ Մեկը ես քեզ ունեմ, մնացածը դու կկարգավորես։ Ամեն։ Աղոթենք։ Տեր Հիսուս, մենք քեզ փառք ենք տալի, մեծարում ենք քեզ, օրհնում ենք քո սուրբ անունը։ Տեր ու խնդրում ենք մեզ, որ մեզ դարձնես ավելի աչալուրջ, որ մենք ուշադիր լինենք մեր քայլերում, լինենք ավելի զգայուն մեղքի հանդեպ ու լինենք ուշադիր քո խոսքի հանդեպ, Տեր։ Թող քանդվի սատանայի ամեն ծրագիր եկող տարվա մեր կյանքերում, մեր ընտանիքներում, Հիսուսի անունով։ Թող քո օրհնությունն ու խաղաղությունը, քո զգուշությունն ու ուշադրությունը մեր հետ լինի։ Ու թող ամեն մեկս Տեր, ամեն մեկի սրտում դու 10 երեխայից լավը լինես, Տեր։ Ամեն մեկի սրտում մենք քեզ փնտրենք, քեզնով ապրենք, Տեր։ Կապ չունի, որ մենք համեմատելու բան չունենանք, Տերս։ Ու խնդրում ենք պահես մեզ այդ կործանարար մեղքերից, Տեր, որ մենք տարին վերջանալուց ասենք, այս տարի էլ հաղթեցինք, այս տարի էլ օրհնվեցինք, որովհետև այս տարի էլ դու մեր համար 10 որդուց լավն էիր, Տեր։ Փառք ենք քեզ տալի, մեծարում ենք քեզ, ու ասում ենք շնորհակալություն, մեծ արքա։
Հալելույա։ Ամեն։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Փառք Տիրոջը։ Այն որ փողոցում հանդիպում ես ընկերոջ հետ, 10 ընկերոջ հետ, Արբատի վրա միամիտ։ Արդեն 23 տարի չես տեսել։ Ասում եմ ոնց ես, ինչ կա, չկա, ասում ես լավ եմ, փառք Աստծո, դու ոնց ես։ Մտե ոնց պետք լինեմ։ Այստեղ քաղաքի մեջ տարբեր տեղեր 10 տուն եմ առև արծով եմ տալի ապրում եմ։ Դու ոնց ես։ Ասում ես ես էլ Վարչով եմ ապրում, բայց հիմա Աստված ունեմ, որ 10 տնից լավն է։ Հա։ Որ դու ասում ես, որ մեկը Աստված ունեմ, կապ չունի ինչի մեջ եմ հիմա։ Աստված ունեմ, որ 10 տնից լավն է, քո 10 մեքենայից լավն է։ Աստված ունեմ։ Հա, եթե Աստված ունես, ուրեմն հիշի, ամբողջ կյանքիդ համար հիշի։ Եթե Աստված ունես, ուրեմն կապ չունի թե ինչ չունես։ Ընդհանրապես կապ չունի։ Եթե Աստված ունես, հերիք է արդեն, ուրախացի։ Լավ։ Աստված օրհնի քեզ։ Հիմա ես ուզում եմ հարցնեմ այն մարդկանց, ովքեր որ առաջի անգամ են։ Եթե դու առաջի անգամ ես, խնդրելու եմ, պարզես ձեռքդ, այսպես մենք ողջունենք քեզ։ Տերը օրհնի ձեզ, Տերը օրհնի ձեզ։ Տարբեր տեղեր մարդիկ եմ տեսնում, Աստված օրհնի ամեն մեկիդ։ Սիրելիս, իրանք շփտում են, որտեղ Աստված ունեն։ Հիմա ես խնդրելու եմ, եթե դու առաջի անգամ ես, կյանքդ դեռ չես տվել Հիսուսին։ Խնդրելու եմ իշնես ներքև մենք աղոթք անենք, նվիրման աղոթք է, դա ապաշխարության աղոթք է, փրկության աղոթք է։ Եթե առաջի անգամ ես արի երկուսով իշնենք այնտեղ, մի կարճ աղոթք կա, որ մենք իրար հետ պետք է անենք։ Տերը օրհնի քեզ, արեք ծափահարենք Տիրոջը։ Աստված օրհնի ձեզ, Աստված օրհնի ձեզ, Աստված օրհնի ձեզ, Աստված օրհնի հրաշք, Աստված օրհնի, Տերը օրհնի շատ, Տերը օրհնի ձեզ, Տերը օրհնի, Տերը օրհնի։ Փառք Տիրոջը ամեն մեկիդ համար սիրելիներս։ Կա էլի մարդ, եթե առաջի անգամ ես դեռ կյանքը չես տվել Տիրոջը, այսօր քո օրն է, արի եկեք ծափարենք, մենք մի քիչ սպասենք մինչև դուք գաք։ Փառք Աստծուն ամեն մեկիդ համար սիրելիներս։ Փառք Տիրոջը, փառք մեր Աստծուն։ Փառք Աստծուն, Աստված օրհնի ձեզ, հրաշքս օրհնված ըլնես, Տերը օրհնի ձեզ, Տերը օրհնի ձեզ։ Փառք Աստծուն, գիտեք ինչի ենք հրավիրել ձեզ։ Մի հատ կարճ աղոթք կա, որ իր հետ պետք է անենք։ Ձեզ բարևեցի։ Մի հատ էլ բարևեմ, թող կրկնակի օրհնություն լինի։ Մի հատ աղոթք կա, որ պետք է անենք։ Գալու ենք Հիսուսի առաջ, ասենք կներես։ Ամենաառաջինը կներես։ Կներես, որ նեղացրել եմ քեզ իմ վարքով, մեկ-մեկ սուտ եմ խոսացել, մեկ-մեկ ես եմ արեմ, կներես, էլ չեմ ուզում անեմ, ուզում եմ քո հետ ապրեմ։ Ինքը խաչի վրա քո ամենարածի համար արուն է տվել։ Ամեն կաթիլը իմ ու քո մեղքերի համար է եղել։ Հիմա այսօր քո օրն է, որ ասես կներես, կյանքս քեզ եմ տալիս սրանից հետո։ Ուզում եմ քո հետ ապրեմ։ Դա փրկության աղոթքն է, որ դու քո կյանքը բերում ես Այն որ Սատանան ասում է, պահի կյանքդ լավ բան է, պահի ապրի, կյանք արա, վայելի հեսա մեռնելու ես, ասում ես, ստոպ։ Ես իմ կյանքս Հիսուսին եմ տալի։ Հիսուսը վերջնում է ու քո կյանքը առաջնորդում է, լիքը բան է փոխվում։ Այսօր այդ ենք անելու, եթե պատրաստ ես, կարճ աղոթք կա, ես ասեմ դու իմ հետ կրկնես, լավ։ Պողոս Արաքյանն ասում է, եթե սրտումդ հավատաս, շուրթերովդ Հիսուսին Տեր դավանես, կփրկվես։ Հիմա այդ ենք ասելու։ Երկնքի երկրի առաջ ասելու ենք Սատանա, մեր Տերը Հիսուսն է, երիքա խապես, երիքա խառնես մեր կյանքը։ Եթե պատրաստ ես, խնդրելու եմ փակես աշկերտ ու իմ հետ կրկնես։ Համացանցով նայողներն, եթե առաջի անգամ եք մեր հետ կրկնեք այս աղոթքը։ Փակի աշկերտ, իմ հետ կրկնի, ասա երկնային արքա, ես գալիս եմ քո առաջ Հիսուս Քրիստոսի անունով։ Սիրելի Հիսուս, ես ներողություն եմ խնդրում իմ արած բոլոր մեղքերի համար եւ հրաժարվում դրանցից։ Ես հավատում եմ, որ դու խաչվեցիր, մահացար եւ երրորդ օրը հարություն առար ինձ մեղքերից ազատելու համար։ Այսօրվանից ես իմ կյանքը քեզ եմ տալի։ Եկ թագավորի իմ կյանքում եւ մկրտի ինձ քո սուրբ հոգով։ Դու ես իմ Տերը ու իմ Աստվածը։
հանուն Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։ Ամեն։ Փառք Տիրոջը, Տերը օրհնի քեզ սիրելիս, Տերը օրհնի ամեն մեկիդ։ Աստվածաշունչը սա ասում է փրկության աղոթ, եւ որ ասում է, եթե մեկը հավատքով է աղոթք անում, ինքը նենց անում, որ երկնքում հրեշտակները ուրախությունից պար են գալի։ Դուք իրանց պարացրեցիք հիմա, որովհետեւ իրանք լավ են հասկանում այդ աղոթքի իմաստը։ Դու նոր ասեցիր պրծավ, իմ ու քո պայմանագիրը սատանա, ես ճղում եմ հիմա։ Այն որ երեխա ժամանակմանից մեղքի միջոցով այդ պայմանագիրը կնքի։ Ես էդի ճղում եմ, էլ չեմ ուզում քո հետ ապրեմ։ Ես ուզում եմ Տիրոջս հետ ապրեմ։ Կտեսնես կյանքի տարբերությունը, երբ որ դու Տիրոջ հետ ես ապրում։ Ոնց է ամեն ինչ փոխվում։ Աստված օրհնի ձեզ, մենք ուզում ենք աղոթենք օրհնենք ձեզ, եթե կարելի է, թույլ կտաք աղոթենք ձեզ, հա։ Դալիճ կխնդրեմ ձեռքեր պարզես, մենք աղոթենք օրհնենք իրանց։ Երկնային Արքա, ես խնդրում եմ քո օրհնությունը ուղարկես իմ քույր եղբայրների կյանք։ Հիսուսի զորավոր անունով թող քանդվի սատանայի ամեն ծրագիր իրանց կյանքերից։ Տիրոջ օրհնությունը, զորությունը, կրակը, ներկայությունն եմ հռչակում ամեն մեկիդ վրա։ Թող քանդվի ամեն կապանք, անեծք, տուղտուգիր, ամեն սխալ խոսքեր, հռչակումներ, ամեն վատ բան երբևէ արված ձեր վրա, թող քանդվի Հիսուսի զորավոր անունով։ Տիրոջ օրհնությունները, ներկայությունը, խաղաղությունը, առաջնորդությունը, բժշկությունն ու ազատությունը թող լինի ամեն մեկիդ վրա ու ձեր ընտանիքների վրա։ Հիսուսի զորավոր անունով օրհնում ենք ձեզ ու ասում ենք եղեք օրհնված, ուրախ, հաջողակ, բժշկված, առողջ, օրհնված, Աստծով լցված մարդիկ։ Հիսուսի զորավոր անունով։ Ամեն։ Ամեն։ Փառք Տիրոջը, Աստված օրհնի ձեզ սիրելիներս։ Հիմա մի խնդրանք ունեմ ձեզ, որ մենք ուզում ենք ձեզ նվիրենք նոր կտակարան, սա Աստծո խոսքն է։ Հա, դրա համար ես խնդրելու եմ, որ մեր եղբոր ու քրոջ հետ բարձրանաք վերև, հա մենք գիրքը ձեզ կնվիրենք, բայց նվիրում ենք ոչ թե նվեր, որ տանեք դնեք տունը փոշին մաքրեք, այլ որ կարդաք, որովհետև դրա մեջ է մեր կյանքի ճանապարհը, լավ։ Դրա համար կխնդրեմ հիմա մեր դահլիճի ծափահարություններին երկու բարձրանաք իրանց հետ, համ նվերը կտանք, համ կգանք, կօրհնվենք, կծանոթանանք իրար հետ, լավ, Աստված օրհնի ձեզ։ Կարող եք իրանց հետ բարձրանալ վերև։ Տերը օրհնի բոլորիդ, Աստված օրհնի ամեն մեկիդ։ Փառք Տիրոջը, փառք Տիրոջը ամեն մեկիդ համար։ Սիրելիներս, թող օրհնված լինի ձեր նոր տարին, թող օրհնված լինի ձեր նոր տարվա այդ միջոցառումները բոլոր, հա։ Ինչ որ կանեք թող օրհնությունով լինի եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հոր սերը եւ Սուրբ Հոգու մեղմ ներկայությունը ամեն մեկիդ կյանքերի մեջ թող լինի սիրելիներս։ Աստված օրհնի ձեզ։ Ես ձեզ շատ սիրում եմ։ Բարձրանում եմ, տեսնեմ ոնց եք, լավ։ Տերը օրհնի ձեզ։ Եկեք բարձրանանք վերև։